Մենք մեր քվեները ամեն ձև, չնայած նրան ինչքան տարբեր նաև ընդդիմադիր դաշտից մեր վրա հարձակումներ կային, գիտեք, շեմ չհաղթահարել, մնացած ինձ թվում է միակ ուժն էինք, որ ամեն կողմից էին հարձակում։ Չնայած դրան մենք շեմը հաղթահարել ենք մի բան էլ վրայից ավել, այսինքն իմ խնդիրը այդքան մեր քվեների քանակի մեջ չէ, ինչքան քաղաքացիական պայմանագրի տարած քվեների ծավալը։ Հիմա երբ որ ասվում էր, որ եթե փորձ անեն գողանալ մեր հաղթանակը, դա որ պարագայում պետք է արտացոլվեր, որ օրինակ ասել, որ դա համապատասխանում է իրականությանը։ Այսինքն այդ գողությանը հաղթանակ գողանալու հանգամանքը ինչպես էր արտացոլվելու, որ դուք տեսնեիք, մենք տեսնեինք։ Տարբեր ձևերով դա կարող էր արտահայտվել, հիմա ներկա փուլում ունեցած արդյունքների համատեքստում, ընդհանուր տրամադրություններում որ կա, այս պահին սահմանադրական դատարանում է գործը, սրանից հետո մնացած քայլերը պետք է ոչ թե առանձին ուժի անելիք լինի, այլ ընդհանուր ընդդիմության անելիք լինի։ Իմիջիայլոց մենք նաև այն ուժն ենք, որ նաև ամենասկզբից հայտարարել ենք, որ տեսնում ենք հնարավոր համարում ենք ընդդիմության միասնական հաղթանակ։ Մենք եթե ուշադիր եղել եք, կհիշեք, որ մենք մշտապես սա ենք կարևորում, ընդհանուր նաև ընդդիմադիր դաշտի միասնական պայքարը շատ հարցերի դեմ։ Այսինքն մեզ շատ չէինք առանձնացնում, չէինք ասում, որ մենակով պիտի ամեն ինչ անենք, ու հիմա լավ է, որ ի վերջո այս ընկալումը կա նաև ընդդիմադիր դաշտում, ինչի եմ այս ամեն ինչ ասում, որովհետև նաև մնացած քայլերը, ինչի եմ այս ամեն ինչ ասում, որովհետև նաև մնացած քայլերը պետք է ընդունվի միասնաբար։ Հեղափոխության մասով անցյալ 5 տարվա արածից ավելին եք անելու հաջորդ 5 տարում ձեր քաղաքական ուժով։ Տեսեք, մենք ավելի ինչ-որ բան եք անելու։ Մենք պիտի փորձենք ավելին անել, մենք պիտի իսկապես հասկանանք նաև նախկինում այն սխալները, որոնք հաջողության չեն բերել, այդ սխալները նորից չանենք։ Մենք նաև ունենք քաղաքական դաշտում ընդհանուր այսպես թարմություն ունենք, նոր ուժ կա նաև, որը նաև ավելի հեգեմոն դիրք է զբաղեցրել ընտրությունների արդյունքում։ Դրա համար ես հիմա չեմ ուզում այսպես մեզ առանձնացնել, քանի որ որոշումներ կան, որ համոզված եմ, որ պետք է արդյունավետության տեսանկյունից պետք է ընդունվեն միասնաբար, միասնական։ Ընդունում եք, որ ընտրության արդյունքները ցույց տվեցին, որ ընտրություններով Հայաստանում իշխանափոխություն հնարավոր չէ։ Ես դա չեմ ընդունում, իրականության մեջ դա չեմ ընդունվում, որովհետև ընտրությունները հիմա արդյոք մենք կարող ենք մի քանի չստացված փողոցային պայքարից հետո ասել, որ փողոցով հնարավոր չէ իշխանություն փոխվի։ Օրինակ, ասենք, եղավ դիմադրության շարժում, եղավ փրկության շարժում, եղավ սրբազան պայքար, բայց ես դա էլ այդպես չեմ համարում։ Ես չեմ համարում, որ փողոցով հնարավոր չէ։ Նույնպես էլ գտնում եմ, որ սխալ է ի սկզբանե ասել, մենք նաև գիտեք, միջև ընտրությունները շատ մեր գործընկերների ընդդիմադիր դաշտի ասում ենք, այդպես մի ասեք, որովհետև գալու է ընտրությունների օրը ու մենք քաղաքացիներին խնդրելու ենք, կոչ ենք անել, որ գնան մասնակցեն։ Բայց եթե այն գլխից մթնոլորտը այնպեսին ենք ստեղծում, որ ընտրություններով հնարավոր չի, հետո ինչպես պիտի խնդրենք մարդիկ գնան մասնակցեն։ Կարծում եմ սա ճիշտ մոտեցում չէ, կան խնդիրներ, իհարկե կան խնդիրներ, վարչական ռեսուրսը, մնացած այս ապօրինությունները, որ արվում է, բայց այսպես գլխից տակից դնել ասել ընտրություններով հնարավոր չի, կարծում եմ Հայաստան դաշինքը, որ ասում եք, ես լավ չլսեցի պատասխանը, որ ասում եք ձեր ձայները գողացել են, հա, Հայաստան դաշինքի։ Օրինակ, այդ ճիշտ եք ասում, լավ չլսեցիք։ Ինչ է, նման չեն գողացել այսինքն։ Չէ, ասում եք ԿՊ-ի ձայներն են։ Ես ասում եմ, որ մենք մեր ձայները տարել ենք։ Ես կարծում եմ, որ մեր ձայները ոչ թե գողացվել են, բայց եթե ինչ որ գործողություններ ԿՊ-ն չաներ, այն տերորի մթնոլորտը, վախի մթնոլորտը, վարչական ռեսուրսը չլներ, այդ ձայները կարող էին ավելի շատ լինել։ Այսինքն մի բան է դու ստացել ես X ձայն, դրանից ինչ որ բան վերցրել են, մի բան է որ դու ստացել ես X ձայն, բայց կարող էր ստանալ X + Y ձայն։ Էս եմ ասում։ Դրա համար գողանալ արտահայտությունը մի քիչ այստեղ ճիշտ չեմ համարում։ Հայաստան դաշինքին ընտրողները վախեցել են հասնում։ Ես կարծում եմ ընդհանուր, այստեղ չառանձնացնեմ Հայաստան դաշինքը, ժողովուրդ, ահա որ վախի մթնոլորտ է եղել։ Մարդիկ վախենում էին մեր հավաքներին գալ մասնակցել։ Հատկապես առավոտից օրինակ դե հիմա ի վերջո մենք էլ գրեթե 150,000 ձայն ենք, չէ՞ ստացել։ Խոսքը դրա մասին չի, չառանձնացնենք։ Հիմա ես էլ չեմ վախենում, չէ՞, պայքարի մեջ լինելով, թե բանտարկվելով, թե մնացած անհարմարություն ունենալով, այստեղ եկեք հասկանանք, որ շատ քանակի մասին ենք խոսում։ Երկրորդը նույն ընտրությունների առավոտը եղել է տեղեկություն միանգամից թափանցիկ ծրարների հետ կապված։ Սա էլ հաջորդ բանն է, որ հատկապես
մարզերում շատ ազդում սա, այ որ կիմանանք մեկա դուք ոնց է քվեարկելու թաքնված տեսախցիկներ կան, այս հիմար խոսակցությունները, որ երևի բոլորի ժամանակ էլ սրանք եղել են ու նաև այս առավոտը թափանցիկ ծրարները կարծում եմ դրանք էլ շատ նաև ազդել են, մարդիկ են որ ասել են շարից փորձանքից հեռու կոպտասեց, եթե պիտի գնայի ընդդիմությանը ընտրեի, չընտրեմ, որովհետև կարող է ԿՊ-ն իմանա ու հետո այս խնդիր ունենա։ Սիմոնյանի հետ աշխատեք, թե Ալեն Սիմոնյանի հետ է։ Ես իրանց մասով ոչ մեկ էլ հաստատ հեշտ չեմ աշխատելու, այստեղ իրանց հետ աշխատելու մասին չի։ Ումների գնալ դե նման փորձ ունեցել եք։ Ես ինքս մի անգամ եմ գործուղման գնացել IPU շրջանակներում, որտեղ ելույթ եմ ունեցել ու հետ եմ վերադարձել, բարձրացրել եմ Արցախից բռնի տեղահանվածների հարցը, մնացած այդ նյուանսները, գիտեք, այդ հետագայում պետք է լինի, երբ որ կլինի որոշում մանդատներ վերցնել, թե չվերցնել, դրանից հետո արդեն ինձ թվում է այս ընթացիկ աշխատանքի հետ կապված թե ինչ ձևով, եթե գնանք, ինչ ձևով պետք է գնանք, ինչ պետք է չանենք, ու սա նորից եմ կրկնում, պետք է լինի միասնական մոտեցում գնացողների կողմից։ Ոչ, որոշում չկա։ Պարզապես Ռոբերտ Քոչարյանը հարցազրույցում ասում էր, որ դա կարևոր գործիքներ են։ Ռոբերտ Քոչարյանը ասել է, այդ մասով որոշում չկա դեռ, բայց մանդատները նաև պայքարի տեսանկյունից կարող են լինել օգտակար։ Պարոն Քոչարյան, ներողությունների ձեր եւ Արուշ Արուշանյանի հարաբերությունները հիմա ինչպիսին են։ Դուք կապ ունեք Արուշանյանի հետ։ Ոչ, չէ։ Իսկ երբ որ Արուշանյանը Ալեն Սիմոնյանի հետ վաղուց մտերմություն ուներ, դուք գիտեիք դրա մասին։ Իսկ ինչու հիմա չունեք հարաբերություններ։ Քանից են խզվել։ Պես հասկացել եք, եք չմտնենք այդ անձնական Բայց հարաբերությունները։ Արուշանյանն էլ ասում է, որ իր ցանկություններից է, որ Աստծո կամոք 29743 կիլոմետրը մեծացնեն, Արցախը հետ բերեն դրա մասին։ Դուք էլ եք մտածում, հասկանալից սև կատու անցավ ձեր միջով։ Իրականության մեջ ոչ մի այսպես անձնական խնդիր կոնֆլիկտ չի եղել, չկա նման։ Արուշ Արուշանյանը 21 թվականին եղել է մեր ցուցակում, ես կարծում եմ ինքը այն ժամանակ քաղաքական հետապնդման է ենթարկվել, ես իր դատերին երբ որ ստացվել է գնացել եմ, ասել եմ որից իմ աջակցությունը հայտնել եմ ու ոչ մի վարքյան չեմ փոշմանում դրա համար, որովհետև այդ պահի դրությամբ ինքը քաղաքական հետապնդման է ենթարկվում, մնացածը չգիտեմ, չեմ ուզում շատ մտնել այդ Քոչարյան Հայաստան դաշինքը նախորդ խորհրդարանական ընտրություններին, երբ որ արդեն անցել էր, հայտարարում էր, որ գալիս ենք խորհրդարան Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգով, որը ըստ էության չի ստացվել։ Հիմա եթե մանդատները վերցնեք, էլի նույն լոզունգով գալու եք խորհրդարան։ Տեսեք, մեր քաղաքական ուժի համար ոչ մի վարքյան, ոչ մի օր այդ նպատակից մենք չենք շեղվել, այդ նպատակից չենք հետ կանգնել, այդ նպատակը եղել է այն ժամանակ իմ համար, մեր համար անձնապես նույնիսկ 18 թվականից սկսած այդ նպատակը եղել, ուզում ասեմ այդ նպատակը չի փոխվել, հիմա այստեղ կարելի է մեզ քննադատել, թե ինչի չի հաջողվում, կարելի է ինչ-որ դիտողություններ անել, ես կարող եմ դրան ինչ-որ ձև պատասխանել, օբյեկտիվ, սուբյեկտիվ, այսինքն մենք ուրիշ դաշտ ենք մտնելու, բայց նպատակի առումով կարծում եմ մեր քայլերի այսպես մղումները, ազնվությունը ոչ մեկ իրավունք չունի կասկածի տակ դնելու, որովհետև մենք դրա տեղը չենք տվել։ Պարոն Քոչարյան, ձեր քննադատները ասում որ Հայաստան դաշինքը դուք Ռոբերտ Քոչարյանը խոսում են ընտրությունների այդ արդյունքների հետ կապված խախտումների եւ այլն, ասում են ինչ է տեղի ունեցել, կարող է քվյատուփ են գողացել, տարել, մեջը թերթիկներ են ավելացրել, կարող է հաշվելու ժամանակ այդ բաները, տրցակները վերցրել են ընդդիմադիրներից իշխանության վրա են դրել, կարող է լույսերն են հանգցրել եւ լցոնումներ են արել։ Դուք ինչ ունեք այս քննադատություններին հակադարձելու։ Տեսեք, աննախադեպ բանա, որ 7 քաղաքական ուժ դիմել է Սահմանադրական դատարան ընտրությունների արդյունքները վիճարկելու համար։ Թե ինչ խախտումներ են արվել, շատ մանրամասն մի քանի օր ներկայացվելու է, առաջարկում եմ դուք էլ իրենց առաջարկեք, որ հետևեն ու հասկանան։ Գիտեք, ամեն անգամ, ես այսպես եմ ասում, ամեն անգամ հիշել հին սխալներ, շատ դեպքում օբյեկտիվ, որոշ դեպքերում չափազանցված կամ շատ սուբյեկտիվ, դա չի արդարացնում այսօրվա սխալները։ Եթե 96-ի ընտրություններին, 98-ի կամ 2008-ի ընտրություններում կամ չգիտեմ 13-ի ընտրություններում եղել են խնդիրներ, լավ, ինչ ասենք 96, 98, չգիտեմ, այդ ժամանակ եղել է, ուրեմն հիմա դրանով արդարացնում ենք սա։ Որն է տրամաբանությունը, էլի, որն է տրամաբանությունը դա։ Ինչ որ ֆորմատով խոսում եք, նա այդպես էլ Ինչը չընդունեց։ Սխալ, որ եղել է իր իշխանության որս չընդունել է, գիտեք, շատ ուրիշ մակարդակի մեջ են մարդիկ սպասում։ Դեք պատասխանատու մարդը ինչ որ բան ընդունելուց ոչ թե չի ընդունել, ավելի պատճառներն էր բացատրում։
Եթե գիտեք, մենք շատ ժամանակ այսօր 2026 թվի 2000 կներես Նարեկ ջան, վերջացնեմ հետո կտակ, էլի 2026 թվի տեսանկյունից այսօրվա պրիզմայով նայել հետ գնալ 20 տարի առաջ, կարծում եմ այդքան արդար չի։ Ժամանակն է ուրիշ, մարդիկ են ուրիշ, տարբեր են զարգացվածության աստիճանը, ինստիտուտների կայացվածության աստիճանը։ Դրա համար այդքան էլ ճիշտ չի այսօրվա անկալումով փորձել վերլուծել 30 տարի կամ 20 տարի առաջվա դեպքերը։ Մնացած այն ինչ ասում եք, այդ 30 տարի առաջ տեղի ունեցած գուցե այդ մարդիկ իրավունք չունենան ընտրությունների մասնակցել։ Չէ, չեմ կարծում, որ դա այդպես է։ Մենք գիտենք, որ ընտրությունները շատ ժամանակ ունեցել են խնդիրներ, տարբեր ձեր ասած նաև ես անկեղծ ասած չգիտեմ։ Ես ինքս շատ եմ լսել, որ ես որ ասեմ նման փաստ ունեմ, որ եղել է, չի լինի, բայց ես հասկանում եմ, որ լուրջ խնդիրներ եղել են։ Եվ սա ընդունելը չի նշանակում ասել, ուրեմն դրանով արդարացնել այսօրվա ԿՊ արած ապօրինությունները։ Դուք երբևէ հիշում եք, օրինակ, այսքան մարդ խոսքի համար լինի բանտարկված կամ քրեական հետապնդման ենթարկել, ինչ եմ ասում։ Ուղղակի խոսքի համար, Facebook-ի ստատուսի համար։ Հիմա դա համատարած է։